Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ ու սկսում ենք մեր հերթական վլոգը իմ մշտական հետևորդներին արդեն շատ սիրելի դարձած ռուբրիկայից unboxing, այստեղ սենց մեծ փաթեթ ունենք, որը վերևից բացված է, ինչի համար, որովհետև ես միանգամից խառնվեցի իրար, երբ տեսա, որ ծրագրով ցույց է տալիս երկու փաթեթ հաստատած, այսինքն ես ստացել եմ երկու փաթեթ, այնինչ առաքիչը ինձ մոտեցրել էր ընդամենը մեկ փաթեթ, խառնվեցի իրար միանգամից, բացեցի այս փաթեթը ու տեսա, որ չէ, ներսում Եվս մեկ փաթեթ կա, այսինքն երկու փաթեթը հավաքել են մի փաթեթի մեջ ու սենց մի մեծ փաթեթով ուղարկել են, այդ առումով անհանգստանալու բան չկար, փաստորեն ամեն բան նորմալ ինձ հասել է, այնպես որ կարող ենք հիմա unboxing անել ու եկեք այս սա միանգամից ձեզ ցույց տամ, ինչ ունենք այստեղ, այս սենց օղակներ են, որոնք առաջին հայացքից գուցե չհասկանաք, թե ինչի համար է նախատեսված առհասարակ այս օղակները, կամ եթե մինչև իմացել եք կհասկանաք, այստեղ մի հատ ստոպ տվեք ու մեկնաբանություններում գրեք, բայց խնդրում եմ արդար լինել, անպայման ստոպ տվեք, գրեք, հետո նոր կլսեք, թե ինչ եմ ասում ես։ Դե իսկ այս օղակները, այստեղ երևի մի 40-50 հատ սենց օղակ կա, նախատեսված է դեկորացիայի փուչիկներով դեկորացիա անելու համար, այս սենց, որ նայեք, այստեղ սենց անցքեր են, փուչիկները մցնում ես այս անցքերից ներս ու ստանում ես սենց 4 հատ փուչիկով, ինչ-որ մի հատ խումբ ու այս օղակները անցկացնում ես ձողի վրա և վերջում մի հատ սենց փուչիկներով սիրուն բան է ստացվում, իսկ ինչի համար եմ ես սրանք պատվիրել, որովհետև մի քանի օրից Առնոյի ծնունդն է ու դուք արդեն գիտեք, որ ես իմ երեխաների ծնունդներին պարտադիր տանը ինչ-որ մի ձևավորում անում եմ իրանց ուրախացնելու համար, անկախ նրանից մենք ծնունդը կնշենք, թե չենք նշի, ձևավորումը պարտադիր պետք է արվի, որ ինքը առավոտյան արտանա և անակնկալի կա ուրախանա, այնպես որ այստեղ Առնոյի ծնունդի համար լիքը հետաքրքիր բաներ կան, ուշադիր եղեք, գուցե ձեզ էլ ինչ-որ մտքեր տամ, սա գուշակեք ում համար է, իհարկե Սոսիի համար, հերթական հետաքրքիր, տարբերվող, մազակալը ելակներով, ինչի համար է սա, սա էլի փուչիկներով ձևավորում անելու համար է, այստեղ միտեղ, այստեղ նկար կթողնեմ, թե սա հավաքելուց հետո ինչ պետք է դառնա ու երբ փուչիկները փչում ես, ուզում ես, որ բոլոր փչածդ փուչիկները հավասար լինեն, մեկը մեծ չլինի, մեկը փոքր, մինչև կապել է, այս անցքերի մեջ մցնում, հանում ես ու նոր կապում ես, որ փուչիկները հավասար լինեն, այստեղ տարբեր չափի փուչիկներ փչելու համար նախատեսված անցքեր են ու անգամ համարակալված են 3, 4, 4.5 խոսքով կարծում եմ դիամետրերն է, թե ինչ չափի փուչիկներ կարելի է այս անցքերի մեջ տեղավորել։ Սա պատվիրել եմ տղաների համար, իրենց համար ահագին զբաղվելիքները պատվիրել, որ ամառը ավելի հավես անցնի, ավելի հագեցած անցնի, այս փոքրիկ տուփերի մեջ 3 հատամ, 3 տղաներիս համար, այս փոքրիկ տուփերի մեջ լցնելու են ուլունքներ ու հետաքրքիր բաներ են պատրաստելու, թևնոցներ, չգիտեմ, ուլունքները ևս պատվիրել եմ, ուսամ այստեղ կլինեն, այստեղ պատվիրել եմ, ինչ լավն է, ստված, սրանք չեմ բացում, երբ Առնոյի ծնունդին կպատրաստվենք ու կզարդարենք տունը իր ծննդյան համար, սրանք արդեն ավելի մանրամասն կտեսնեք, սենց պոմպոններով, փուչիկները, սա ուղեգորգ է, օ ինչ լավն է որակը, այս ուղեգորգից արդեն կհասկանաք ծննդյան թեման, ինչ է լինելու, սենց կրկեսայնի, այստեղ փուչիկներ են գունավոր, սա պատվիրել եմ խաղա զբաղվելիք է երեխաների համար, սենց գունավոր թելեր է, որոնք այս ասեղների, դեպ ասեղները սուրճ են, բավականին մեծ ասեղներ են, այս անցքերը փայտեր են, փայտից ֆորմաներ է կտրատած ու ասեղները այս անցքերը մտցնելու համար է,
գունավոր թելերով լցնում են այս ֆորմաների վրա, ուսում սիրուն պատկերներ են ստանում, ինձ թվում է ահագին ժամանակ իրենց կզբաղացնի դա։ Սա էլի զբաղվելիք է ամռան համար, այսենց բաժակներ է և նակլիկաներ ներսում, որ բաժակների վրա հետաքրքիր պատկերներ ստանան, դինոզավրերի հավաքածու է, ինձ թվում է երեխաներին շատ կուրախացնի, էլի զբաղվելիք ամռան համար, այս ամբողջը փոխհատուցումն է նրա, որ ես պահել եմ PlayStation-ը, հիշենք, որ ամռան ընթացքում մենք չունենք PlayStation, պահել եմ, երեխաները մաքսիմալ ժամանակ անցկացնում են դրսում կամ տանը գիրք են կարդում, հնարավորինս էկրաններից հեռու են, դրա համար սենց հետաքրքիր զբաղվելիքներ են պատվիրել իրենց համար, որ չձանձրանան ու չբողոքեն, ասեմ, որ ամառը արդեն կես է եղել, դեռ բողոքներ չեմ ստացել, որովհետև անընդհատ կարողանում եմ իրենց ինչ-որ ձևերով զբաղեցնել, կարող եք հաշվի առնել և այս մտքերը պահել, սենց բան եմ պատվիրել, էլի սենց այս հետևի կողմում կա պատկերը, որ տեսնեք մի վայրկյան, այսենց ցույց տամ ձեզ, այսենց այս թելերի միջոցով կենդանիներ են ստանալու, սա Արնոյի ծննդյան համար իր շապիկն է, որոշել եմ գիշերը հագցնել իրեն այս շապիկը քնացնել, որովհետև ուզում եմ, որ առավոտյան երբ արթնանա, իր համար անակնկալ լինի այն, ինչ ես անելու եմ տանը, բայց երբ սենյակից դուրս գա, ուզում եմ, որ ինքը արդեն թեմայի մեջ լինի, դրա համար որոշել եմ, որ այս շապիկը, կարդացիք չեն ներքևում ինչա գրված, Արնո, ուզում եմ այս շապիկը հագցնել իրեն, գիշերը քնացնել, որ ինքը թեմայի մեջ լինի, առավոտյան երբ արթնանա այս շապիկով գա և տեսնի, թե ինչ է իրեն սպասում հյուրասենյակում։ Հաջորդը պատվիրել եմ ինձ համար թեթև մայչկա, այս ավելի շատ կոնտենտի համար եմ պատվիրել, անկեղծ կլինեմ, երբ սենյակը սարքենք, ուզում եմ սենց սիրուն սպիտակ շապիկ հագնել և տաբատ էլի թեմայի մեջ լինելու համար ու պատվիրել եմ սա և հիմա ցույց տամ իր տաբատը, որ հագնելու եմ, Արնոյի համահունչ լինեմ, ինչպես եմ ես պատրաստվում իմ երեխաների առիթներին, օ ինչ լավն է, շատ լավն է, այս հետո էլ կարող եմ հագնել տանը, սեք այսենց սիրուն, տաբատա մի քիչ երկար է, բայց ոչինչ, ինձ թվում է չի խանգարի, որակը շատ լավն է, հով թեթև ամառային, այս մեկը դատարկվեց, այստեղ ինչ ունեն, օй սա, այնքան մեծ հույս ունեմ, որ ինքը պետքա ծառայի նպատակին, սա հենց փուչիկները հավաքելու համար է, էլի ձեզ ավելի մանրամասն ցույց կտամ, երբ ծննդյան դեկորացիան հավաքենք հյուրասենյակում, կասեմ, թե ինչպես ենք սա օգտագործելու, բավականին որակյալ է երևում, այս փուչիկի մեջ պետքա ջուր լցնել, որ ինքը ծանրությունը պահի գետնին, կարծում եմ այստեղ ուլունքներն է, որ փոխում, վայ, մի հատ նայեք, ինչ լավն են, այստեղ ինչ եմ ես պատվիրել, նայեք խնդրում եմ, հիանալի գաղափար եմ տալիս երեխաների հետ, լավ ժամանց ունենալու, գրիչներ են, 4 հատ, ես ու տղաները միասին կաշխատենք և այստեղ տարբեր մանր մունր դետալներ, մի հատ ոնց ցույց տամ, մի հատ նայեք, խնդրում եմ գույները, ինչ լավն է, այս գրիչների այս ձողերը դատարկա թողնված, հատուկ, այս ինչպես է այս գրիչը, ահա, դատարկա թողնված հատուկ, որ այստեղ երեխան ստեղծագործի և
ինչ-որ բան հավաքի իր համար։ Եվ նաև մեզ ուղարկել են սենց բրիլոկ նվեր, որ այս բրիլոկի վրա էլ կարող ենք ինչ-որ բան հավաքել, սենց որ կախեն գրիչների վրա։ Մի խոսքով հետո երբ միասին աշխատենք երեխաների հետ ձեզ անպայման ցույց կտամ։ Կարծում եմ երեխաները շատ են ուրախանալու։ Սրանք էլի Առնոյի ծնունդի համար են, ավելի մանրամասն այդ օրը ցույց կտամ, սրանք էլի երեխաների հետ, նայեք, այստեղ տառերով քարեր են, որ երեխաներից ամեն մեկն իր անունը հավաքի թևնոցների վրա, չնայած որ ուղարկել են նաև լիքը թելեր, բրիլոկների ինչ-որ կախիչներ, լիքը մանր բաներ, ֆուտբոլային գնդակներ, մի խոսքով շոտ սիրուն գունային երանգներով քարեր ստեղծագործելու լայն հնարավորություն, ինչ ուզեն կարան երեխաները անեն։ Սա էլի զբաղվելիք է ամռան համար, մի հատ նայեք խնդրում եմ ինչքան զբաղվելիք եմ ես պատվիրել երեխաների համար, հաստատ չեն ձանձրանալու ու իրանց երկար զբաղեցնելու են, այ սենց թղթեր է ու կա նաև ուղեցույց գրքույկ, որը բացատրում է, թե այս թղթերը, այն մի հատ սենց ցույց տամ, օրինակ, փիղ ստանալու համար, ինչպես պետք է ծալել թղթերը, ինչ քայլեր անել, որ վերջում գաս եւ ստանաս փիղ։ Այնքան էլ հեշտ չի, երեխաների համար հաստատ բավականին ժամանակատար, աշխատատար գործողություն է։ Յուրաքանչյուրը կվերցնի իր թուղթը, կփորձի ծալել ճիշտ ուղղություններով եւ ստանալ որևէ կենդանի։ Այստեղ կա շուն, ձուկ, աղվես, գորդ, թիթեռ, շոտ թղթերն էլ, որ նայեք հաստությունը, չգիտեմ, ձեզ ինչ-որ բան կասի թե չէ, բայց հաստատ ամենակիչը 50-70 թուղթ կա այստեղ։ Սա էլի Առնոյի ծնունդի համար, ոյ ծնունդի դեկորները պիտի մի հատ առանձին հիմա պահեմ, նոր իրենց ներս թողնեմ։ Այստեղ էլի Առնոյի ծնունդի համար լիքը սենց լույսեր, սա թևնոց պատրաստելու համար է, վերջերս, երբ մենք չունեինք նման հարմարանք, կարտոնով կտրել էի երեխաների համար, իդեպ, եթե դուք չունեք այս փայտերից, կարող եք հանգիստ կարտոնով կտրել, ես հաջորդ վլոգում ցույց կտամ ձևը, թե ինչպես են կարտոնով ստանում նման մի բան, ու երեխաները դրա միջոցով թևնոց են պատրաստում, շատ հավես է ստացվում, ու շատ ուրախանում են երեխաները այդ գործընթացից, բայց քանի որ աչքովս ընկավ, ասեցի կարող եմ պատվիրել սենց փայտից հարմարանքներ ավելի երկարադիմացկուն կլինի, քան կարտոնը, եւ այստեղ ունենք սենց կրաբիկ, ինձ համար եմ պատվիրել, որը շատ համահունչ է այս տաբատի։ Այսքանն են իմ այսօրվա պատվերները, ես շատ գոհ եմ, հիմա պահեմ այն իրերը, որոնք Առնոյի ծնունդի համար եմ պատվիրել, որ ինքը չտեսնի ու իր համար անակնկալ լինի, մնացածը կանչեմ թող տղաները տեսնեն մի քիչ ուրախանան, եթե այս unboxing-ը, իդեպ եկեք այստեղ մի երկու բաներ ցույց տամ, այսենց սրանք էլ եկել էին նախորդ պատվերի հետ, սենց happy birthday գրվածքա, էլի Առնոյի ծնունդի համար, ու շոտ որակյալ, ինձ թվում էր սովորական թղթից ինչ-որ բան կգա, բայց մի հատ այստեղ նայեք, խնդրում եմ, սենց ֆետրայով, շատ որակյալ, թելերը հետը չեն ուղարկել, իհարկե հոգ չէ, ես ինչ-որ բան կգտնեմ, չէ, ուղարկել եմ, ժապավենն եմ, հետը, սա եվս կդնեմ այստեղ, էլի մի երկու բան պատվիրել եմ կրկեսային թեմայով, Առնոյի ծնունդի համար, որը խառը տարբեր պատվերների մեջ գալիս է, բոլորը կհավաքեմ միտեղ և այդ օրը ծննդյան վլոգում կտեսնեք, արդյոք կկարողանամ ես դուրս գալ այդ ձևավորման տակից, թե ոչ, եթե սա լինի մեկ առանձին հոլովակ, կսահմանափակվենք հենց այս unboxing-ով, եթե չէ, վլոգը կունենա շարունակություն։